այս նախաձեռնությանը անդրադառնանք եւ այս քայլերը կարող է իշխանությունների համար սթափեցնող լինի, որպեսզի հետ կանգնեն այդ ողջ քայլերից եւ հայտարարություններից։ Կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկացող լինեն, որ սթափեցման այս կոչը հասկանան, բայց այսօրվա իշխանությունները դա չեն հասկանում։ Կարծում եմ, որ շատ նորմալ քայլ է, երբ որ մեր հայրենակիցները այս կոչով եկել են աջակցել մեր Սուրբ Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցուն եւ մեր կաթողիկոսին, որ ընտրված եւ մեր հոգեվոր առաջնորդն է եւ իշխանության այս քայլերը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրենք չեն կարող այս երկիրը ղեկավարել, իրենք այս տարիների ընթացքում ուղղակի քայքայել են այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք հայ ժողովրդի այս նորօրյա պատմության ընթացքում, դա վերաբերում է բոլոր այն արժեքներին, որոնք որ հիմք են ստեղծել ինքնիշխան պետություն ձևավորելու եւ ազատ Արցախ ունենալու պարագայում, այսինքն իրենք հարված են հասցրել եւ Արցախին, այսօր Արցախը հայաթափված է եւ միանշանակ պատասխանատուները այսօրվա իշխանություններն են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարված են հասցրել եւ բանակին եւ մեր պետականությանը եւ նույնիսկ ստեղծված իրավիճակում իշխանափոխությունից հետո 2018 թվականին իրենք չեն էլ փորձել հասկանալ, թե որոնք են այն բոլոր կարևոր ուղղությունները, գերակա խնդիրները, որ ծառացած են Հայաստանի եւ Արցախի առջեւ, հասկանան բանակցային ամբողջ գործընթացը եւ դրանից ելնելով կառուցեն մեր արտաքին հարաբերությունները, հասկանան անվտանգության խնդիրները, հասկանան ներպետական եւ ներքին քաղաքականության բոլոր խնդիրները, հասկանան արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները։ Հիմա մեր առջև ծառացած ամեն ինչ թողած իրենք նաև անբարոյական քայլ են կատարում, ուղղակի հարված հասցնելով մեր եկեղեցուն, հարված հասցնելով մեր կաթողիկոսին, մեղքերի մեջ կորած մարդիկ, որոնք որ կարող են Ադրբեջանում միայն ու միայն բլոգեր ծառայեն, այսօր փորձում են մեղավոր փնտրել նաև մեր հայ առաքելական եկեղեցուն։ Ոչ ոք իրավունք չունի, սկսած օրինական սահմանադրական իրավունքներից վերջացրած նաև բարոյական իրենց կեցվածքով։ Պարոն Օհանյան, ըստ ինչու են նախ այս հարվածը փորձում հասցնել եկեղեցուն եւ ասացիք, որ բոլոր արժեքներին իրենք փորձել են, դիպչել։ Ինչ է կարծում, եկեղեցուն հարվածել կներվի, այս իշխանության ամեն ինչ ներվել է ըստ էության։ Կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա, որովհետեւ եկեղեցուն հարված հասցնելը դա հարված է մեր ինքնությանը, հարված է մեր պատմությանը, մենք բոլորս գիտենք, որ նույնիսկ այն ժամանակահատվածներում, որ մենք պետականություն չենք ունեցել, այնուամենայնիվ մեր ժողովուրդը համախմբված է եղել եկեղեցու շուրջը, մենք քրիստոնյա ենք, մենք հավատքով ենք գնացել ամեն ինչի, այսօր պետք է ոչ թե հավատքի դեմ պայքարել, եկեղեցու դեմ պայքարել, այլ ընդհակառակը մեր երկրի առջև ծառացած դժվարագույն խնդիրները հավատքով իրականացնել, այս քայլերը անհավատ մարդկանց քայլեր